Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Այսօր ուզում եմ խոսել արդարադատության և քաղաքական հետապնդումների, արդարության, ազատության և այն անարդար երևույթների մասին, որոնց ականատեսն ենք դառնում մեր երկրում գրեթե ամեն օր։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայրենիքին նվիրված մարդիկ հաճախ դառնում անհիմն մեղադրանքների զոհ։ Երբ հայրենասիրությունը հանցանք է համարվում, դա պետք է մտահոգի բոլորիս։ Վերջին ամիսներին հատկապես նկատելի են, որ որոշ գործեր ավելի շատ քաղաքական դրդապատճառներ ունեն, քան իրավական հիմքեր։ Այսօր որոշել եմ խոսել մի անարդարության մասին, որ կատարվում է մեր ազատամարտիկ ընկերներից մեկի Սերոբ Գասպարյանի հանդեպ։ Սերոբ Գասպարյանը Սեյֆովաց ջոկատի հրամանատարն է, այսօր անազատության մեջ է։ Նրա դեմ ներկայացված մեղադրանքը իբր թե զինված հեղաշրջման նախապատրաստություն, ամբողջովին կեղծ է։ Այս գործը հիմնված է անհիմն մեղադրանքների վրա, անգամ վկաներն են հերքում այն։ Գիտեք, երբ պետական ապարատը գործիք է դառնում լռեցնելու համար նրանց, ովքեր մտածում են ազատ, դա ազդում է ամբողջ ժողովրդի վրա։ Սա վտանգավոր ուղի է։ Այսօր մեկին են դատում, վաղը կարող է դա վերաբերվել յուրաքանչյուրիս։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր պետության անվտանգություն պաշտպանողները հաճախ իրենք են դառնում քաղաքական հաշվահարդարի զոհ։ Մենք որպես հասարակություն իրավունք չունենք լռելու, երբ տեսնում ենք անարդարությունը։ Ես ինքս անձամբ դեմ եմ հեղաշրջման ցանկացած փորձի, առավել ևս քան հիմա, քանի որ վստահ եմ, որ դա հանգեցնում է պետականության հիմքերը քանդելուն, բայց այնուամենայնիվ վստահ եմ, որ Սերոբի գործը ծայրից ծայր շինծու է։ Եկեք բարձրաձայնենք, եկեք պահանջենք արդար քննություն, թափանցիկություն, ոչ թե անձնական կամ քաղաքական հաշվեհարդար։ Եթե ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ արդարությունը գերիշխում է, մենք պետք է լինենք զգոն և միասնական։ Եկեք պաշտպանենք մեր արժեքները, մեր ազատությունը և մեր երկիրը։ Շնորհակալություն։